Պրեզիդենտ Տրամպը իր առաջին պաշտոնական այցը երկրից դուրս կատարեց դեպի ուրեմն Միացյալ Արաբական Էմիրատներ, Կատար եւ Սաուդի Արաբիա։ Ընդհանրապես առաջի այցը կատարում են ամենամոտ դաշնակիցների երկիր, նշելու, շեշտելու այդ մոտիկությունը, ասենք թե ինչու Տրամպը գնաց Կատար առաջին հերթին, հետո ուրեմն Էմիրատներ եւ Սաուդի Արաբիա։ Դե առաջի բանը, որ քննարկում են, ասենք ես ամենաթեժ թեմաներից մեկն է Միացյալ Նահանգներում, դա այն է, որ ինքը պիտի գնար, այսպես ասած, շնորհակալություն հայտներ եւ ստանար Կատարից այդ $400 միլիոն մի Boeing 747 գիծ 800 վերջի տեսակի մեծ Boeing-ը, որպես իր պաշտոնական օդանավ պիտի ծառայի դա Air Force One, ինչ որ ինքը ունի, երկու հատ արդեն, եւ իր թոշակից հետո պիտի իբրև թե դուրս գրեն եւ դա ինքը պիտի հանձնեն իր անունով դեռևս ստեղծվելիք գրադարանի, որ նախկին պրեզիդենտները միշտ այդպես մի բան են ստեղծում, որտեղ հավաքում են արխիվային փաստաթղթեր եւ այլն իր տարբեր ուսումնասիրություններ կատարող ուրեմն գիտնականների համար եւ ընդհանրապես որպես պատմական այսպիսի աղբյուր եւ հետո էլ ընդեղից էլ իհարկե ընդեղի պրեֆտը ինքը պիտի չթռնի այդ օտանավով, դե պարզ է, բայց օտանավով հանձնել են ընդեղ, ինքն էլ լինելու է այդ այսպես կոչված ֆոնդի կամ գրադարանի մեծը, բոլորը ենթադրում են, որ նա պիտի օգտվի անձամբ, քանի որ ես կարող եմ ավելացնել, որ իր օտանավը, ինքը ունի օտանավ, գիտեք, Boeing 575 արդեն բավական տարիքավոր է եւ երևի մեծ ծախսեր է սկսել առաջացնել, դե լավ կլներ մի հատ ավելի լավը իրեն արդեն նոր պրեզիդենտական կոչումի հետ ավելի համահունչ օդանավ ունենալ, էլ չասեմ, որ իհարկե օդանավը կլինի ներկված ճիշտ պրեզիդենտական իր ընտրած գույներով, ի տարբերություն, որ մինչև հիմա պրեզիդենտ Քենեդիից ի վեր այդ բաց երկնագույն, սպիտակ եւ կապույտ գույների համադրությամբ է լինում, ինքը դա չի սիրում, այդ իր նախկին պրեզիդենտության ընթացքում ինքը արդեն պատվիրեց նոր երկու օդանավ եւ գույներն էլ ընտրել էր, որ պիտի նման լինի իր անձնական օդանավի գույներին, ոսկեգույնը սևի ու կարմիրի վրա այսպես մի բան։ Դե իհարկե կատարցիները ամեն ինչ կանեն եւ ճիշտ ներսը կհարդարեն իր ճաշակով, երևի շատ ոսկեգույն բաներ կլինեն կամ երևի մաքուր ոսկուց։ Համենայն դեպս սա է ամբողջ խոսակցության բանը եւ արդյոք դա օրինական է թե չէ, այսպիսի բան։ Սահմանադրության մեջ գրված է, որ պրեզիդենտները չեն կարող ընդունել նվերներ կամ որևէ փոխհատուցում վճարում որևէ ուրիշ երկրից, այդ Emoluments Act-ն է կոչվում, բայց law-ն է, օրենքն է, Emoluments նորից հին անգլերենով նշանակում է փոխհատուցում կամ վճարումի ձև։ Եվ բայց ինքը գտնում է, որ դա չի օրենքի դեմ չի, օդանավը ուրեմն դա կլինի նվեր ոչ թե իրեն, այլ կլինի նվեր պաշտպանության նախարարությանը, քանի որ բոլոր պրեզիդենտական օդանավները ոչ ուղղաթիռները, դրանք ուրեմն օդային ուժերի հաշվի վրա են, ինչպես ասում են լինում, կամ նրանց կողմից են ամբողջը պահպանվում եւ այլն շահագործվում, իսկ հետո էլ դեն պաշտպանության նախարարությունը Պենտագոնը կնվիրի իրեն գրադարանին, ոնց որ թե իր ձեռքերը չեն կպնելու, այսպես ասած, դա պարզ է, որ դուք ինքներդ որոշեք։ Այս խոսակցությունը ինչից սկսեց, ուրեմն մի քանի օր առաջ լսում եմ Կարեն Սարգսյանի ինտերվյուն Free News Armenia-ի վրա, գալիքով, որ խոսակցություններից օդանավի մասին գնաց,
Կարենը միանգամից որակավորեց, որ սա կաշառք է, հաղորդավար այդքան վստահ չէր, փորձեց ասել, որ միգուցե կարելի է ուրիշ ձևի սա նայել, 5 անգամ կրկնեց, որ չէ, սա կաշառք է։ Իմ մոտ միտք առաջացավ մի երկու բան պատմեմ ընդհանրապես էթիկայի կանոնների մասին ամերիկյան կառավարական աշխատողների համար, իհարկե բոլոր եւ տեղական եւ նահանգային կառավարությունները նույնպես ունեն իրենց էթիկայի կանոնները, բայց հիմա տվյալ դեպքում ֆեդերալի մասին եմ խոսում, 30 տարի աշխատել եմ, երկու բան լսել եմ երևի, թե ինչքան խիստ է սա ընդհանրապես էթիկայի այս կանոնները, այնտեղ կարող ենք ուրիշ բաներ ասել, արդյոք դրա փոխարեն ինչ ստացա, բայց նախ սկսեմ սրանից, նախ ասեմ, որ էթիկայի կանոնները շատ պարտադիր են բոլորի համար, կապ չունի պաշտոնից, կամ իր դիրքից, նույնիսկ քաղաքական նշանակումով մարդիկ պարտավոր են հետևել դրանք, եւ բոլորը, որ գալիս են կառավարություն, առաջին գործը սկսում են դրանից, որ դրան բացատրում են, թե ինչ կանոններ կան էթիկայի, հետո որպեսզի ոչ ոք չասի, ես չգիտեի, մոռացել եմ երկար ժամանակ առաջ էր, ամեն տարի ստիպում եմ, որ դու այսպես ասած training անցնես, computer training են ասում, այս training-ն էլ ամեն իհարկե հիմնարկ իրեն ունի երևի իր ձևով, որտեղ շատ սպეციფიկ սցենարներ են քեզ առաջարկում training-ի ժամանակ, որպեսզի դու ամեն տարից տարի մեխանիկական ձևով չպատասխանես նույն հարցերը չստացվի եւ քո գործի հետ կապված սցենարներ են առաջարկում, եթե դու ես ինչ վիճակի մեջ ես, ինչպիսի բան ես տեսնում, կամ գոլեգան էսպիսի բան է անում, ինչ պատասխան պիտի տաս, ինչն է ճիշտը, էթիկայի օրենքների համաձայն, որ օրենքի, որ կանոնի համաձայն, եւ դու բոլորը պարտավոր են իրենց տվյալ ծառայության ուրեմն համակարգչային կոմպյուտերային սիստեմը մտնեն իրենց password-ով, որի հետ ոչ մեկի հետ չես կարող կիսվել, չես կարող քո քարտուղարուն ասես, արի դու իմ տեղս ես քննությունը տուր, եւ այլ մտնեն եւ այդ քննությունը իրենք պետք է տան, ուրեմն բոլորին էլ հաճելի չի, որովհետեւ շատ կան այսպիսի բաներ եւ ամեն մեկ իր ժամկետի մեջ պետք է վերջացնես եւ խիստ թսկվում է եւ ոչ թե միայն քո ծառայության մակարդակի վրա, այլ քո ծառայությանը ում որ պատասխանում է ավելի բարձր կանգնած, ասենք թե նախարարությանը կամ դիպարտմենտին, հա, դու նրանք էլ են հետևում, որ դրուցից մոտ ամեն ինչ եղել է։ Իրանք էլ իրենց հերթին, ուրեմն եւ այլ։ Ուրեմն այս կանոնները տարբեր տեսակի քննություններ են տալիս, այսինքն սկսած նրանից, որ էլի գործի հետ կապված կարող է լինի, թե computer security-ն համարյա բոլորն են տալիս, որ ապահով պիտի պահես որոշ կանոնների պիտի հետևես օգտագործելուց քո սիստեմը, system security էլ է կոչվում, դրսից ոչ մի device բան չես կարող միացնել սիստեմին, մեջից ոչ ման չես կարող download կոպի անել ինչ-որ բանի վրա, ես ինչ իմանամ ուրիշ սայթեր չես կարող մտնել այսպիսի եւ այլն, բացի եթե քո գործը դա պահանջում է, շատ սպეციფიկ բաներ կան, բայց նաեւ ասենք թե եթե պետք է, ասենք գաղտնի ինֆորմացիայի հետ ինչպես պիտի աշխատես, ինչպես պիտի ստանաս, ինչպես պիտի պահես, ինչպես պիտի տաս, եթե դու սկսած նրանից որ կարող է կուրիեր ես կամ ինչ-որ հատուկ գործակալության հետ կապ ունես կամ ինչ-որ միջպետական քաղաքականության հետ կամ ինչ-որ որևէ բանի հետ, այսինքն ինչ-որ գաղտնիության որակավորում ունի, ինչ-որ շտամպ ունի վրան, որը ասենք թե տարբեր աշճանների կարող է լինի, կախված մարդուց եւ այլն։ Ով կարող է դրան կարդալ, գործի հետ կապ ունի թե չունի, նույնիսկ եթե ինքը այդ level-ի, ասենք, ունի իրավունքներ, հա, բայց պիտի գործի հետ կապված լինի։ Այս բոլորը ասում են, սովորացնում են, բայց ամենակախված գործից, բայց էթիկան բոլորի համար է, հա, ethics, որ ասում են անգլերենով, ethics training-ը ասում դա բոլորի համար է։ Եվ դրանց մեջ նաև մտնում է, թե ինչ չափի նվեր կարող է մեկը քեզ տա, եթե դու պետական աշխատող ես, հա, իմաստը խոսքը գնում էր օդանավը նվեր են տվել $400 միլիոն արժողացող օդանավ է։ Ուրեմն ասենք base բանը կանոնը այն է, որ դու որևէ մեկից $20-ից ավել ոչ մի նվեր չես կարող ստանալ։
Եվ որպեսզի ամեն օր քեզ հանկարծ $20 նվեր չտան, օրինակ կամ տանեն ճաշի ամեն օր ինչ որ եւ այլն, այդ ճաշի գինը պետք է 20-ից չանցնի, դու մի տարվա ընթացքում այդ մարդուց $50-ից ավել չես ստանա, այսինքն երկու անգամ ճաշի գնացիր, that's it, չես կարող անտար շահագործես այդ հանգամանքը, օգտվես դրանից, ասենք թե, հա, նախ բաներ կամ որ եթե ինչ-որ օտար երկիրեր գնացել կամ ինչ-որ դելեգացիա եկել քեզ նվեր են տվել բան եւ այլ, այդ նվերը չես կարող պահել, պետք է հանձնես քո հաստատությանը, իրենք կարող են ցուցադրել եւ այլ, եթե ինչ-որ բան ուզում ես պահես, պետք է անպայման ուրեմն հուշագիր դնես, քո մեծերը հաստատեն, դու գինը պետք է տաս, եթե $20-ից ավել է։ Դու պետք է վճարես դրա համար, այդ տվողին, հա, ոչ թե պետությանը, որը վճարեն, բոլորը որոշեն, որ գինը այսքան է, այնքան է եւ այլն, խոսքով շատ խիստ է, հա, ոչ ոք չի ուզում դες բաների մեջ մտնի։ Եվ իսկ պետական եթե նորից այցով մեկ եկել է մի բան է նվիրել ղեկավարին, լինի դա արտգործնախարարին կամ ինչ-որ եւ այլ դա կարող է ցուցադրվել այնտեղ ինչ-որ թանգարանում իրենց մոտ, ինչ-որ ժամանակ, հետո գնում է պետական արխիվներ, դա մեծ հաստատություն է, այնտեղ ինչ-որ մտնում է ոչ ման ոչ չի գալիս շատ սկայական տեղ է, այդ այդպես կինոյում կար, չէ, նեղանցա։ Anyway, այսպիսի բան կա, հա, շատ խիստ է, այդ որ օրինակ տամ, ինչի համար եմ ասում ես կան խիստ է, որ բաներ կա, որ նույնիսկ չես ուզում կպնես, ուրեմն կինս էլ պետական աշխատող է հիմա, ուրեմն ինքը մի կամպնի հետ էր աշխատում, կոնտրակտոր էին իրանց ծառայություն էին մատուցում իրենց համար, ու իրենք գտել էր, որ իրենց աշխատանքը բավարար չի և որոշել է, որ պետք է այդ կոնտրակտը կտրի։ Ուրեմն երկու օր հետո նորից գալիս են, իբրև թե արդեն մեծերը, ոչ թե աշխատողները, որ անմիջապես աշխատում են քո մոտ, որ իբրև թե խոսենք իմանանք ինչպես կարող ենք լավացնել եւ այլն, ու այդ ընթացքում համել մի հատ նվեր են տալիս, առաջարկում 2 հատ տոմս to the White House Correspondents' Dinner։ Մանանք, որոնք չգիտեն սա ինչ բան է, ասեմ, որ սա այսպես ասած, ամեն տարի լինում է սպիտակ տան թղթակիցների ուրեմն ընթրիք է համասվում պարզևով, բայց որպեսզի նկարագրեմ, սա շատ բան է, կարևոր պրեստիժնի բան է, հեռուստացով ցույց են տալիս, դրանից դրվագներ են դնում եւ այլն, դա թղթակիցների, այսպես ասած, crème de la crème, հա, որ ամենալավերն են գծված սպիտակ տանը, թղթակիցներ մեծ ընդհանրապես մեդիա կամպանիները ունեն թղթակիցներ տարբեր երկրներում, ունեն նաև գծված տարբեր նախարարությունների գծված են իմաստով, որ իրենց այդ խնդիրների հետ մասին է խոսում, դրանք այդ հիմնարկից դուրս եկած բաներն են մեկնաբանում իրենց ունկնդիրների համար եւ այլն։ Պրեզիդենտներն են խոսում եւ ինչպես ասեցի, բայց սովորաբար իրենց վրա են ծիծաղում, պրեզիդենտները իրենց վրա պիտի ծիծաղեն եւ շնորհակալ լինեն ընդհանրապես ուրեմն պրեսի արած գործից։ Այս մի խոսքով շատ դժվար ընկնելու տեղը տոմսերը չեն ծախվում եւ միայն մեծ կամպանիները, բացի որ նախկին մեծ քաղաքական գործիչներ ներկա եւ նախկին այնտեղ հրավիրվում են, մեծ շատ փող նվիրած կամ լավ մեծ գործեր արած կամպանիները կարող են ստանալ մի քանի տոմս, հա, հրավեր, սովորաբար այդ կամպանի պրեզիդենտը կամ chairman of the board եւ այլ մարդիկ են գնում, հիմա ես եկել է այս մարդը, ասենք թե չգիտեմ քանի տոմս են իրենք ստացել, կնոջից 2 տոմս է առաջարկում։ Ով չուզենա այդպես տեղալի պատմական բան է նկարվի այնտեղ այդ մարդկանց հետ եւ այլ։ Բայց պարզ էր դա ինչի համար են հանկարծ իրանք այդպես բան առաջարկում, իհարկե ինքը հրաժարվեց, գինես, ասեց ոչ մի դեպքում, հետո էլ որպեսզի հարց չառաջանա կոնտրակտն էլ դրանց կտրեց, բայց էթիկայի ամենաառաջի կանոններից մեկն է, որ չես ընդունում այսպիսի բաներ, որևէ տեսակի այսպիսի բաներ, հա։ Ինչքան էլ դա ցանկալի լինի եւ սա չես էլ կարող գնալ ասես, ես եթե օպերայի տոմս տային, ասեի, օքեյ, գնամ նայեմ օպերայի տոմսը ինչ արժի այս տեղերը, ես սրա գինը տամ, տոմսը պահեմ, որտեղ իրենց արդեն չես առնի
տոմսարկղում էլ տոմս չկա, հա, ասենց ասած էլ չեն ծախում։ Էդ էլ չես կարող անես, եթե ուզենայիր անել, գնար այս հարցը անցներ ձեր հիմնարկի իրավաբանական բաժնի էթիկայի հարցերով զբաղվող իրավաբանի քննությունից անցներ, թույլտվություն ստանար եւ ընդհանրապես քո շեֆերն էլ համաձայնվեին դրա։ Էթիկայի մեջ ուրիշ ինչ է մտնում, ուրեմն պետական գույքի գործածության հարցերն են իր հետ կապված։ Դե բնականաբար չես կարող քո անձնական շահի համար գործածես, բայց օրինակ տամ մի հատ շատ պաշտոնյաների օրինակ հասնում է պետական մեքենա, հա, եթե ասեն առաջին մարդուն որևէ ծառայության եւ այլն, նույնիսկ կարող է վարորդ է հասնում, հա, կամ նույնիսկ տիկնապայ է հասնում, ասենք, դա ընդհանրապես առաջինից հետո երկրորդ, երրորդը նրանց եթե մեքենան հասնի, իրենց վարորդ չի հասնում։ Բայց օրինակ special agent-ներին տանում են քրեական գործեր, հա, եւ հետաքննություններ եւ օպերատիվ աշխատանք, նրանց մեքենա հասնում է սովորաբար եւ ոչ թե մեքենա շատ անգամ լինում է հիմնարկ ունի իր մեքենաների, այսպես ասած, գարաժը, եթե ինչ-որ տիպ գործ անես, կարող ես գնաս մեքենա վերցնես, գնաս անես, հետ բերես, կանգնացնես, հետո գնաս տուն, ասենք թե կամ նույնիսկ վարորդով գնաս եւ այլ բարոթով չինում ամենա բայց ուրեմն օրենքի հետ կապված մարդկանց նրանց մեքենան սովորաբար տրվում է որ կարող ես տուն տանել եւ գնալ տուն գալ աշխատանքի այդ մեքենայով բայց միայն ուրեմն ինքդ պիտի քշես դա ուրիշ նպատակի համար չես կարող գործածես գաղափարը ինչ է որ եթե հանգարց ասենք թե դու համարվում է որ միշտ պետք է պատրաստ լինես հերթապահության մեջ ես այսպես ասենք հա availability pay-ն ասում դրա համար հատուկ ավել են վճարում որ երբ որ կանչեմ պիտի գնաս չես կարող ասես ես աշխատել եմ 8 ժամից հետո կամ այսօր այսինչ կիրակի է կամ տոնը եւ այլն ուրեմն դրա համար եւ շատ անգամ տնից գնաս մի անգամից ինչ որ մի աշխատանքի որ գործի տեղ չես կարող գնաս մեքենա վերցնես եւ այլն այդ է գաղափարը հիմա բայց դրանով չես կարող օրինակ գործի գնալուց երեխայի դպրոց տանես իջացնես հետո գնաս կամ տուն գալուց մի հատ մտնես շուկամ երկու բան վերցնես եւ այլն տենց եղավ օրինակի համար նոր ենք ամուսնացել կինս խնդրեց որ ինչ որ բան բերեմ գործից հետո եկա տուն կանգնացրեցի մեքենա փոխեցի իմս վերցեցի գնացի խանութ ու դրանից հետո տենց բաներ չեղավ ասեմ լուրջ բան են նայում սրան մի անգամ ժամանակ բան է աշխատում Մայամի աշխատում ուրեմն այդ 9/11-ի հենց ժամանակ որ բոլոր բաները եղան խփեցին այդ շենքերը Նյու Յորքում ես գործումով Բոստոնում էի ինչ որ կանադացիների հետ պիտի հանդիպեի շատ երկար ինչ որ հանդիպումներ սենյակներից դուրս չենք եկել ամբողջ օրը վերջացեցինք դուրս եկանք մտա ասացինք հեսա մտնենք տեսնենք բան ուտենք մեկ էլ տեսնեմ հեռուստացույցի վրա շենքերը խփել են ասացի կներես ուրեմն իմ ենթադրում եմ որ իմ գործումս այս րոպեին արդեն կտրվեց զանգեցի մի խոսքով իմացա եւ այլ վերկացա մեքենա ունեի վարձած այդ գործուման համար քշեցի օդանավական փակ էր եւ լրիվ տեղից էին բարձացել այդ օդանավները որ շենքերին խփվեցին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում պենտագոնի վրա անգամ մեկը դրա բնականաբար ոչ մի չէր թռնում ընդհանրապես ոչ միտեղ երկինքները փակել էին երկինքը հա երկինքներ եմ ասում անգլերենից ասեցի skies ու ասեցի լավ մեքենայով գնամ ուրեմն գնացի այդ ավտո վարձելու այդ car rental company-ին ասի ինչքան հավելյալ պիտամ կոնտրակտս փոխեք ես քշեմ էսի միջև Մայամի ասին ոչ մի բան չենք ուզում գիտենք ինչ եղավ գնա հանձնի համարի որ վճարված ամեն ինչ ասի լավ ու ինչ դեռ ճարտ չկա մոտավորապես 2400 քանի կիլոմետրից ավել ճանապարհ է մի քիչ տենց կգնամ էլի մի երկու օր հասնեմ քշեցի ճանապարհին եկա հասա Բալտիմորի կողմեն եմ իջնեմ բան մեկ էլ զանգատալի շեֆը նեղ Մայամից բաթե ուր ես ասել ասի ստեղ եմ մոտենում եմ Վաշինգտոնին ասաց մի հատ բանը մեր ամենամեծ ամբողջ հարավային Ֆլորիդայի
ասեց ինքը ստեղ է բնականաբար տեղ չգնա, բայց կինը մենակ է բանում Վաշինգտոնում վախենում է եւ այլն, մի հատ խնդրում եմ մտես Վաշինգտոն իրան վերցնես բերես։ Մեկը գալիս է մեքենայով, ասի հար չկա։ Էսա վարձու մեքենայով եմ ես ինքը մի անգամից հասկացավ, ես էլ իրան մի անգամից հասկացա, հիմա բացատրեմ ինչ կատարվեց։ Ասեց մի րոպե սպասի, գնաց հետ եկավ, ասեց գիտես ինչ գնա Վաշինգտոն մեքենան կհանձնես այդ կամպանիի ընդեղի գրասենյակին։ Իրակինը մի հատ մեքենա է ուրիշ վերցրել, այդ մեքենան կքշես, դու ուղղակի հետ է եղի, դու զինված ես, իրան բեր հասցրուց տեղապահով։ Ասի հա, հասկացանք։ Ուրեմն պետական փողով վարձված մեքենան դա համարվում է պետական մեքենա։ Չես կարող իրականոչը դնես մեջ քշես ինչ որտեղ։ Դա official business չի համարվում։ Կապ չունի ինքը վախենում է, չի վախենում, ընտանիքն է սա այնա։ Կանոնները այդքան խիստ են ընդհանրապես, որ չարաշահեն, երկե խախտողներ միշտ կա են, ձևի մեկը մի բան կփախցնի, բայց որ ասեմ ինչ որ իր մեքենայով ամեն օր ինչ որ մի բան տանի բերի, ինքը գնա ինչ որ առևտուրների կամ չգիտեմ ինչ որ էլ չասեմ վարորդին ուղարկի ինչ որ բան անի, աննային եմ, այդ չես էլ մտածում դրա մասին։ Եվ կոնե միջև հիմա աշխատում էր, ես չգիտեմ հիմա ինչ է կատարվում, ուրա գնալու էս վիճակը, բայց այսպիսին է, այսօր էսքան։